Star News-ը հետևեց Հրաչ Մուրադյանի «Բաց թեմա» հաղորդման հերթական եթերին, որի հյուրն էր հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Էվելինա Ստեփանյանը։ Հասարակության մեջ տարբերվող արտաքին ունենալը միշտ էլ աննկատ չի մնում։ Վերջին շրջանում հատկապես ակտիվորեն քննարկվում է Էվելինայի արտաքին տեսքը։ Հրաչ Մուրադյանի հարցին, թե ում է նման, Էվելինան պատասխանեց. «Կդժվարանամ ասել ում եմ նման, մամայիս թե պապայիս, որովհետև երկուսին էլ ակնհայտ նմանություն չունեմ։ Մանկուց ինձ միշտ էլ ասել են՝ ինչ տարօրինակ ես, ինչ հետաքրքիր, ինչ ուրիշ ես։ Այնքան շատ էին նման խոսքերը, որ անգամ ինքս հետաքրքրվեցի, բայց ինչպես ասում են, մաքուր հայ ենք, պապական, տատական, 7 բորտով։ Եթե անկեղծ լինեմ, ինձ մոտ ակնհայտ կամ ընդգծված հետաքրքիր արտաքին չեմ տեսնում, երևի դա ես եմ, որ չեմ նկատում։ Հասարակության վերաբերմունքը և քննադատություններն ինձ համար նոր ալիք էին, որոնք այս մի քանի ամսվա ընթացքում ինձ օգնեցին բացահայտելու և ավելի իմաստուն դառնալու»։ Էվելինան հավելեց, որ հաճախ է ինքն իր հետ երկխոսում։ «Ինքս ինձ հարցեր եմ տալիս, հետո ինքս էլ գտնում դրանց պատասխանները, ասում եմ՝ որտեղից քեզ այս արտաքինը, ով է քեզ տվել սա, չէ՞ որ մենք չենք ընտրում ինչպես ծնվենք։ Դա Բարձրյալի ձեռքի գործն է և Տերն է որոշում։ Ես նրա տվածին միշտ խոնարհ և շնորհակալ եմ վերաբերվում։ Կարող ես ընտրել ում կարծիքը լսես, ումը ոչ։ Ես ինձ շրջապատել եմ հետաքրքիր, արտիստիկ և բանիմաց մարդկանցով։ Պետք է հասկանանք, որ մեր հասարակությունը հաճախ ավելի մեծ ուշադրություն է դարձնում ձևին, քան բովանդակությանը։ Ինձ համար կարևոր չէ՝ ինչպիսի արտաքին ունեմ։ Ինչ վերաբերվում է հասարակության քննադատ վերաբերմունքին, Էվելինայի ամուսինը՝ դերասան Լևոն Մկրտչյանը, ինչպես նշեց նա, ամեն ինչին արձագանքել է այսպես. «Տոտալ անտարբերությամբ։ Ես իսկապես ապշում էի նրա հաստատակամությամբ և կայացած տղամարդ լինելու վրա»։ Էվելինան նաև նշեց. «Ինձ համար ամեն ինչ կանխատեսելի էր, ոչինչ շոկային չէր։ Այդ սթրեսային պահերը շատ կարճ տևեցին, հետո ես սկսեցի թուլանալ և նույնիսկ հաճույք ստանալ ամենից։ Խորհուրդ եմ տալիս խորանալ մարդու մարդկային բովանդակության մեջ»։ Իսկ ովքեր այսքան ժամանակ դեռ առիթ չեն ունեցել դիտելու զույգի հարսանյաց արարողությունից կադրեր, սիրով առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։